Հուլիսի 22-ն է, գտնվում ենք Արարատի մարզի Երևան Երասխ ավտոճանապարհի ժողովրդին ավելի շատ հայտնի Վեդի կամրջի դեպի Շիրազլու գյուղ տանող այդ ճանապարհին ենք, ոսկե տապ, որտեղ վերջապես երկար ու ձիգ տարիներից հետո կառավարության հսկայական ֆինանսավորմամբ, քանի որ իմ տեղեկություններով կառավարությունը խոշոր չափի գումար է ներդրել, որպեսզի այս կամուրջը, որը կառուցված է եղել սովետական տարիներին ու արդեն, ինչպես ասում են մասնագետները, իր ֆունկցիան կատարել է, դարձել է վթարային, տևական ժամանակ էր անգամ երթևեկությունը թույլ չէր տալիս, որպեսզի երթևեկությունը այս հատվածով իրականացվի, իսկ այս հատվածում անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ էր տեղի ունենում, այդ թվում ցավոք ողբերգական եւ վիրավորներով, եւ քաղաքացիները, բնակիչները ամեն անգամ դիմել են մարզպետարան, վարչական շրջանի ղեկավարին, տեսնելով, որ օգուտ չի տալիս, դիմել էին կառավարություն, ու իմ տեղեկություններով վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով խնդիրը ուսումնասիրել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը, անձամբ նախարար Դավիթ Խուդացյանի գլխավորությամբ, եւ վերջապես հարգելի վարորդներ, հարգելի քաղաքացիներ, այս ձեր ասած հայտնի Վեդի կամրջի հարևանությամբ բնակվող գյուղերի բնակիչներ, վերջապես կառավարությունը որոշեց, որ պիտի այստեղ կառուցվի նոր, ավելի ամուր, նույնիսկ իմ տեղեկություններով մի քանի մետր անգամ լայնանալու է երթուղին, ու հիմա կատարվում է քանդման աշխատանքներ, որից հետո կհայտարարվի մրցույթ, տենդեր, եւ կամրջի շինարարությունը կսկսվի։ Հատուկ շնորհակալություն այս աշխատանքները ի վերջո կատարածելու համար, քանի որ ասում եմ, այս կամուրջը ահագին օգնում է գյուղերի բնակիչներին, տեսեք, բայց ուղղակի հիմա որ տեսնեք, այ վերևի հատվածը որ տեսնեք, դրանց ամբողջովին քայքայված, արդեն անգամ երթևեկությունը այս կամրջի վրայով դարել էր վտանգավոր։ Հսկայական աշխատանք է կատարվում, ինչի համար էլ եմ ասում, հատուկ շնորհակալություն մնում է, հեսա տեսեք, արդեն են հատվածը քանդել են, սա գյուղերը կապում, մի քանի գյուղեր կապում է իրար հետ եւ գյուղերից դեպի մայրուղի։ Տեսեք ենա, լրիվ ինքը արդեն դարնապրած, անգամ պանելային հատվածներում փլուզումներ է տեղի ունեցել, բայց հիմա կարևորը գործը գնաց առաջ, հսկայական աշխատանք է կատարվում։ Ամբողջը զրոյից կառուցվել է նոր կամուրջ, ավելի որակով, ավելի ապահով։
Սաղ ես հատես ճակած արդեն քայքայման եզրին ընտիր գործը նա ես սաղ քայքայված այս սաղ պետք է փոխարինվի սաղ նայում ես սյուներն էլ վնասված Այդ սաղ, հետա սաղ, վնասված է էլ հեսա, հեսա, հեսյան էր տես, հեսա Այս սյուներն էլ կհանվի էլի, այս պայտի սյուները Հեն ժողովուրդ չան Դել ուժեղ գործ են անում մարդիկ ես ուժտնում նկարվելուց առավոտը 6-ից տեղեք Ես լավ բանի մայս նկարեմ թե բա Լավ, մարդիկ լավ գործ են անում Դրան է չէ իտ կամիցը Մի առավոտը 6-ից գալիս եք, չէ, ստեղ առավոտը 6-ից աշխատում եք, էլի Չորսից Ես մարդը 4-ին քնից ելի մենակ միջև 6-ը պտի փոխանը հանի հարկից, որ շլվարը հարկի գա Փոխան հելե հարցրա, հաշասկաս Այս ընտիր գործա, ընտիր Սրանով եք չէ պանելները բարձրացնելու 30 տոննա ասվա բարձրացնում է 70 տոննա Պանելը հիմա է բարձրացնում, հիմա է բարձրացնում պանելը
Շարունակվում է աշխատանքները Երևան երաս ավտոճանապարհին եւ այս ժողովրդին հայտնի վեդի կամուրջը, հին սովետական կամուրջը նախորդ տեսանյութում տեղեկացրել են, որ ապամոնտաժվում է, փոխարենը կառուցվել է նորը։ Ու վարորդների, ինչու՞ չէ նաև հետիոտների անվտանգությունը ապահովելու համար այստեղ ծառայություն են կատարում նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի պարեկները, դե գիտեք, մեր որոշ վարորդներ հենց նման տեսան են տեսնում, ավտոմեքենաները կայանում են, ստեղծում են արհեստական խցանումներ։ Իսկ քանի պարեկները այստեղ ծառայություն են կատարում, նման վարորդները չեն կայանում ավտոմեքենաները եւ խցանումներ տեղի չի ունենում, ինչի շնորհիվ էլ ավելի հեշտանում կամրջի ապամոնտաժում կատարող աշխատակիցների գործը։ Հիմա արդեն հենա տեսնում եք հատուկ ինձ ասեցին, որ այս կրանը մոտ 70 տոննա բարձրացնում է, հիմի ապամոնտաժված սյուներն են հեռացնում, որից հետո սկսվելու է մյուս, տեսեք, այստեղ սյուներ կան, ծածկը կա, որ ամբողջությամբ փտած է, իսկ եթե դրանք չհանվի, չեն կարողանալու հիմնովին վերանորոգեն, բայց իմ տեղեկություններով ոչ թե հիմնանորոգվում է, այլ զրոյից ստեղծելու է կամուրջ, որը ֆինանսավորվել է Հայաստանի կառավարության կողմից եւ աշխատանքները երկու անգամ իմ տեղեկություններով տեղում աշխատանքները հետևելու համար երկու անգամ այստեղ այցելել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը։ Այն որ Խուդացյանը Արմավիրի մարզպետ այդքան էլ լավ չէր աշխատում, բայց որ նման գործը անընդհատ բոլոր այս գործերը վերցում է իր հսկողության տակ իդեալական կատարում է, դա ակնհայտ է։ Հանրապետությունում կարելի ասել չկա այնպեսի մարզ, այնպեսի համայնք, որտեղ կատարվի ճանապարհների հիմնանորոգում, անգամ նոր ճանապարհների կառուցում, կամուրջների հիմնանորոգում, նոր կամուրջների կառուցում, Խուդացյանը անընդհատ դեպքի վայրում է։ Մի քանի անգամ ինքս եմ ականատես եղել, անգամ ոչ աշխատանքային օրերին։ Հեսա մի քանի ուղեղից թոփալներ կասեն Խուդացյանի գովքն անում, լավ եմ անում։ Աշխատում է, սիրտը հոգի է դնում այս ճանապարհների վերակառուցման, վերանորոգման, հիմնանորոգման, կամուրջների հիմնանորոգման համար սիրտը հոգի է դնում, դրա համար պետք է հանրությունը իմանա։ Մեկ էլ այդպես նախարար էր Սանոսյանը։ Հիմա ժամանակավոր այս ճանապարհով են գնում Շիրազի դեպի։ Էսա տեսնում եք պարեկներն էլ ծառայություն են կատարում ելնելով վարորդների անվտանգությունից։ Պատկերացրեք, եթե ստե պարեկ չլի, ինչքան հետաքրքիր ասերներ են կանգնում։ Ճանապարհաշինարարներն էլ, իսկ կամրջի շինարարներն էլ, ճշտել եմ, ճանապարհաշինարարության եւ կամուրջների կառուցման գործում հարուստ փորձ ունել։